Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Հանրապետություն կուսակցության գրասենյակում ենք եւ իմ հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեզ ընկալելու համար։ Աստծո ես եմ շնորհակալ։ Անդրադառնանք վերջին իրադարձություններին, ահաբեկչության փորձ կանխվեց Հայաստանում Բագրատ Սրբազանի եւ Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցների մասնակցությամբ։ Դուք ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ, ինչ եք կարծում, իսկապես նրանք նպատակ ունեին Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել եւ ընդհանրապես այսպիսի մեթոդները ինչքանով տեղ ունեն։ Նախ պիտի ասեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ցավոք վերջին տարիներին ակնհայտ մտել է քաղաքական դաշտ եւ որպես քաղաքական գործոն որոշակի դրսևորումներ է ցուցաբերում տարբեր տեսակի հայտարարությունների տեսքով, մոտեցումների տեսքով, իսկ մի քանի սրբազաններ, մասնավորապես 2-3 սրբազան, ակնհայտ քաղաքական խոսույթ են վարում եւ կրկնակի ցավոք սրտի հայ առաքելական Սուրբ եկեղեցին սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության շահը, այլ օտար երկրի շահ։ Եվ այդ շահը հյուսիսից է եւ կրկնում է հայ առաքելական եկեղեցին այն խոսույթը, որը որ գալիս է հյուսիսի մեր ողերին բարեկամների կողմից իրենց մամուլի խոսնակների, իրենց ամբիոններում արվող տարբեր ոդքասթների եւ ինչու՞ չէ նաեւ պետական մամուլի ներկայացուցիչների խոսույթը բերում են Հայաստան։ Սա ակնհայտ է, սա տխուր է եւ ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին վաղուց ժամանակն է, որ հետ վերադառնա իր արմատներին, վերադառնա Աստծուն ու ծառայի հայ ժողովրդին։ Առաջին հերթին ծառայի Աստծուն, հետո հայ ժողովրդին։ Ես կարծում եմ այն ինչ որ ներկայացվում է, այն ինչ որ ծրագրվել էր, դա բոլորն էլ գիտեն, որ ակնհայտ ճշմարտություն է, այդ մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է Բագրատ Գալստանյանը կամ Վազգեն Գալստանյանը, չգիտեմ նույնիսկ այդ մարդուն ինչպես անվանեմ, այս մարդը այն մոտեցումները, ինչի ինքը ներկայացնում է, ոչ միայն հոգևոր չէ, ոչ միայն մարդկային չէ, դա բնորոշ է բոլոր սահմաններն ու գծերն անցած տերորիստներին։ Այսինքն մի երկուսին կգնդակահարենք, մի 10 մարդու կդատապարտենք, չգիտեմ թունելների մեջ պայթուններ անենք, որ մարդիկ շարժվելու տեղ չունենան, ոչ կարողանան դուրս գալ, ոչ կարողանան հետ գնալ, իսկ եթե այդ մեքենաների մեջ երեխաներ են, իսկ եթե հիվանդ է, կամ տրելեբուսի վրա յուղ լցնենք ու վառենք։ Այս մոտեցումները մազոխիստական են եւ նման մոտեցում ունեցող մարդիկ հոգեբանական օգնության, իսկ ավելի ճիշտ ստացիոնար հոգեբուժի մոտ բուժման կարիք ունեն։ Ես 2 տարուց ավել է որ զգուշացնում եմ, որ հայ առաքելական եկեղեցին պիտի հրաժարվի քաղաքական գործընթացներին մասնակից լինելուց։ Կարող է տեսակետներ ասել, բայց կոնկրետ քաղաքական դաշտ մտնել եւ քաղաքական դաշտում լուծումներ առաջարկել, տեսակետներ ասելու իրավունք չունի։ Ցավոք սրտի չլսեցին եւ այդ չլսելու հետևանքը դարձավ, որ այսօր ազգային անվտանգությունը արդեն Էջմիածնի վեհարանում փորձում է բերման ենթարկել arczepiskopos-ի, որը իր հայտարարություններով Հայաստանում ներքին հեղաշրջման խնդիր է բարձրացնում եւ կան arczepiskopos-ներ, որոնք իրենց ծառայություններով ավելի շատ դրսովետական ժամանակներից ծառայել են օտար երկրի հատուկ ծառայություններին եւ այսօր Հայաստանի հատուկ ծառայությունները վեհարանում այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալների դեմ որոշակի գործողություններ են անում, ինչը շատ տխուր է, որովհետեւ մեծ համատեքստում կողքից նայող մարդու համար, սփյուռքի բարեպաշտ հավատավոր քրիստոնյա հայ մարդու համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին հակադրվում է Հայաստանի պետականության հետ եւ Հայաստանի պետականություն եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցի հակադրությունը որևէ լավ տեղ չի տանի ու այդ հակադրության մեջ հաղթողներ չեն լինի ու եթե առաջին նախագահը հորդորելով հույս տալով վեհապար հայրապետին ասում է եկեղեցին կհաղթի ու այդտեղ հաղթանակ է տեսնում, ես այդպես չեմ տեսնում, ես այդպես չեմ համարում, ես համարում եմ, որ սա շատ վատ է ու նորից եմ կրկնում, եկեղեցու սպասավորը պիտի վերադառնա իր արմատներին
ինքը պիտի առաջինը ծառայի Աստծուն։ Պարոն Սարգսյան, ձեր խոսքում նշեցիք Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը, այն փոքր բացենք, ձեր կարծիքով Ռուսաստանն է նաև այս գործիչներին, թե եկեղեցու, թե մնացած ընդդիմադիր դաշտին ուղղորդում է այսպիսի գործողություններ անել, մտնել քաղաքական դաշտ, նույնը տահավեկչական գործողություններ ունեն արտաքին հետ կարտաքին պատվիրակություն։ Գիտեք, որ Ռուսաստանի տարբեր թևերից նաև Ռուսաստանում ծվարած Հայաստանից Ռուսաստան գնացած տարբեր հայ ազգանունով յանգործիչներ կոչ են անում եւ որպեսզի Հայաստանում հեղաշրջում անել ու երբ որ Հայաստանը այդ գործիչների ցուցակը ներկայացրել որ իրենց արտահանձնեն իսկ Ռուսաստանը չի արտահանձնում, այդ նշանակում է որ դա Ռուսաստանի սրտով է։ Բայց ես կարծում եմ որ այստեղի մի շարք քաղաքական եւ եկեղեցական գործիչներ իրենք են ուզում աչքի ընկնեն, իրենք են ուզում Ռուսաստանին ցույց տան, որ մենք կանք, մենք պատրաստ ենք ձեր ծառայություն մատուցենք եւ այն մոտեցումները, ինչը դուք ունեք, ինչը համարում եք սխալ, մենք դրա դեմ պայքարում ենք, օգնեք մեզ, օժանդակեք մեզ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը 2020 թվականից սկսած Հայաստանում փորձում է իշխանափոխություն անել, որովհետև իր համար տարածաշրջանում մնալու մի քաղաքական հնարավորություն կա, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը կասի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը կատարել է պետք։ Մնացած տարբերակները այլևս չեն գործում, որովհետև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո Հայաստանի վրա հարձակվելը եւ որևէ տարած գրավելը դարձել է անիմաստ։ Եվ Ադրբեջանը այլևս Ռուսաստանի հետ հորդորներին չի գնում, որովհետև ինքը տնտեսական այլ տեղերում այլ շահեր է տեսնում, որ առաջարկում է Արևմուտքը։ Ռուսաստանի հետ բարեբախտաբար մենք ընդհանուր սահման չունենք, եւ ինքը Ուկրաինայի նման չի կարող այստեղ մտնել դենացիֆիկացիա անելու առումով, իրեն մնում է մի բան այստեղ մնալու, Հայաստանում ստեղծել խժդժություններ, հասնել իշխանափոխության ու ունենալ դրածո մարդ, որը ուղնուցուցով ռուսական համատեքստում է, որի պարագայում Հայաստանը կդառնա գուբերնիա կամ լավագույն դեպքում կունենա Բելարուսի կարգավիճակ, այստեղից դուրս կհանեն եվրոդիտորդներին, ինչին ռուսները բազմաթիվ անգամներ ասել են, որ դրանք լրտեսներ են եւ այլը, թույլ չեն տա, որ մենք գնենք սպառազինություն որևէ երրորդ երկրից, մեր տված գումարի դիմացել սպառազինություն չեն տա, կասեն այդ մեզ է պետք, իսկ իրենց սպառազինությունը պատերազմը 44 օրվա ցույց տվեց, որ Ադրբեջանի հետ համատեքստում, որը գնել է սպառազինություն Իսրայելից, գնել է սպառազինություն Պակիստանից, գնել է սպառազինություն Թուրքիայից, այդ սպառազինությունը զիջում է իր պարամետրերով եւ այդ սպառազինությամբ մենք միշտ ստիպված ենք լինելու անել են ինչ Ադրբեջանն է ասում։ Ինչ վերաբերվում է կոնկրետ եկեղեցու մասով ու Ռուսաստանի մասով, տեսեք 2020 թվականի պատերազմից հետո եկեղեցին որևէ բան չասաց Ռուսաստանի մասով։ Ես հույս ունեի, որ 2023-ին, երբ ռուս խաղապահներն էին կանգնած, եւ տարբեր եկեղեցականների հետ իմ հանդիպումների ժամանակ իրենք այդ բառն էին ասում հողի վրա։ Ինձ թվում է, որ քաղաքական դաշտում այդ հողի վրա բառը ներմուծվել է Սուրբ Էջմիածնից։ Հողի վրա ռուսներն են կանգնած։ Միայն իրենք են այնտեղ զենքով ու իրենք կպաշտպանեն մեր քույրերին ու եղբայրներին Լեռնային Ղարաբաղում։ Եվ երբ որ ռուսները ոչ միայն չպաշտպանեցին, այլ պաշտպանողների ձեռքից մի շաբաթ առաջ զենք հավաքեցին, ծանր զինատեսակները ասացին, որ Ադրբեջանը պարտադրում է, որ միայն ինքնաձիգներով կանգնեք, եւ դրանից հետո հարձակում տեղի ունեցավ, իրենք էլ փող էին վերցնում, որ հնարավորինս դուրս անելը արագացնեն, այդ օդանավակայանում լցրել էին ու պահում էին մարդկանց։ Ու այս համատեքստում, երբ 3 օրում Լեռնային Ղարաբաղը դատարկվեց ու ռուս խաղապահները, որոնք ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավոր էին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունը պաշտպանել ոչինչ չարեցին, դրանից հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին որևէ հայտարարություն չարեց։ Այն դեպքում, որ այստեղ գիշերը ժամը 1-ին հայտարարություն է անում բարերար Սամվել Կարապետյանի համար։ Իսկ երբ որ 120,000, 110,000 Լեռնային Ղարաբաղի բնակիչ ստիպված, պարտադրված իր
հայրենի հողից դուրս է մղվում, որի պատասխանատուն Ռուսաստանն է, ու ռուս խաղապահը իրենք որևէ հայտարարություն չարեցին։ Այսինքն իրենք այդ համատեքստում են, իրենք համարում են, որ միևնույն է մենք պիտի լինենք Ռուսաստանի հետ, իսկ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Ռուսաստանի հետ մնալով մենք ունենալու ենք Հայաստանում նույն ճակատագիրը, ինչը ունեցանք Լեռնային Ղարաբաղում։ Ես կարծում եմ, որ ցանկացած սթափ մարդ սա հասկանում է, ցանկացած մարդ, ով փորձի վերլուծություն անել, սա հասկանալու է։ Այն տեսակետները, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը լիներ, դա չէր լինելու, այս տեսակետները սին են, եւ դրա ապացույցն է Բաշար al-Ասադը, ով նվիրված էր Վլադիմիր Պուտինին, ով երբեք չի հակադրվել Վլադիմիր Պուտինին, ով մինչև վերջի օրը արել է այն, ինչը պահանջել է։ Մի ամիս առաջ Բաշար al-Ասադի հոր գերեզմանն անգամ քանդեցին, Հաֆեզ Ասադի գերեզմանը եւ տաճույն ուր տարան Աստված գիտի։ Փաստորեն տեղի ընդդիմադիրների վրա հույս դնել այլևս չի ստացվում։ Եթե անցում է կատարվում Ռուսաստանից գործարարներ ուղարկելուն, մայրաթորի միջոցով ինչ-որ խժդժություններ ստեղծելուն, սրբազանների, նրանց աջակիցներին չեք կարծում։ Այլևս այդ խաղադրույքները չկան մեր նախկին ղեկավարների, տեղի խորհրդանական ընդդիմության, Ռուսաստանի թեկնածու ներկայացող ուժերի շրջանակներում։ Գիտեք, իմ կարծիքով Կիրիենկոն հայ ժողովրդին շփոթում է օսետների, աբխազների հետ եւ որտեղ հիմնականում ռուսերեն են խոսում։ Մենք բարեբախտաբար հայերեն ենք խոսում եւ Մեսրոպյան Այբուբենով ենք գրում։ Մենք բարեբախտաբար տեսել ենք ազատությունը։ Մեր ժողովուրդը ինքը հեղափոխություն է արել եւ ինքը ժողովրդավարություն է ուզում։ Իսկ բռնակապետական պետությունում մեծացած եւ ազգային անվտանգության կամ KGB-ի հովիտակ ապրող Կիրիենկոները մեր մտածելակերպը չեն հասկանում։ Հավանաբար այդ համատեքստում իրենց մշակած բազմակողմ սխեմաները չեն աշխատում ու ես համոզված եմ, որ այդ այսուհել չի աշխատելու, որովհետեւ այն հայ երիտասարդները, ովքեր 90-ականներից հետո շնչել են անկախության նոթը, զգացել են այդ անկախությունն, ազատությունը, կարողացել են ազատ շրջագայել աշխարհով մեկ, տեսնել տարբերությունները Ռուսաստանի եւ այդ աշխարհ, իրենք կյանքում այլևս հնին հետ չեն վերադառնալու, ինչքան էլ Կիրիենկոն ցանկանա, ինչքան էլ ցանկանա։ Եվ այս առումով կոնկրետ պատասխանելով ձեր հարցին, պիտի ասեմ, որ impeachment-ի գործընթացը, որը որ սկսվում էր, հիմնականում մտածված սխեմայում հույս կար, որ եկեղեցու աջակցությամբ այդ խնդիրը կարգի կգա եւ գոնե գործընթացը ազգային ժողովում տեղի կունենա։ Բայց քանի որ դա էլ ձախողվեց, ուղղակի չստացվեց, այդ գործընթացը իմ կարծիքով դրան միացրեցին օլիգարխիկ ռեսուրսին եւ փորձեցին նաեւ դա ավելացնելով հասնել դրան, որ մինչեւ 2026-ը եթե չկարողանան էլ փոխել, գոնե հնարավորինս մաշեցնեն Հայաստանի գործող իշխանությանը, որպեսզի նրանք չկարողանան հերթական ընտրություններում քարոզչությամբ եւ օրինական ճանապարհով վերականգնել իշխանությունը կամ նորից ընտրվել։ Հասկանում եք, խնդիրը նրանում է, որ Հայաստանի գործող ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանից սկսած իրենց համոզել են, որ ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չի։ Այսինքն իրենք իրենց իշխանության տարիների հետ են համեմատում եւ իրենք գիտեն, որ եթե իրենք չուզեին ընտրություններում փոփոխություն չէր ստացվի։ Ու իրենք մտածում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես անելու, իրականում իրենք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ իրենց պատկերը, իրենց գործունեությունը, իրենց այդ տարիներին պահվածքը բերել են նրան, որ մարդիկ ազատություն են ուզում։ Այն ժամանակ սրճարաններում այսպես հանգիստ չէին նստում, որովհետև դրանց սափրագլուխ թիկնազորները աչ ու ձախ պտտվում էին։ Այն ժամանակ գործարարը հանգիստ իր բիզնեսը չէր անում, որովհետև այդ բիզնեսը բաժանած էր 40 ընտանիքի մեջ, եւ Ռոբերտ Քոչարյանը դրան անվանում էր կազմակերպված պետություն։ Ու այդ կազմակերպված պետության արդյունքում Ադրբեջանի բանակի ու Հայաստանի բանակի ունեցած ռեսուրսային տարբերությունը 6 անգամ ավելացավ։ Այսինքն կազմակերպված էր Ադրբեջանը, ոչ թե Հայաստան։ Ու այդ տարիները փոխանակ օգտագործեին, որ մեր դիմադրողականությունը մեծացնեին, իրենք իրենց իշխանության եւ իրենց ունեցվածքի դիմադրողականությունն են մեծացրել։ Ու այսօր իրենք համարում են, որ ընտրություններով իշխանության հասնել հնարավոր չի, հետեւաբար պետք է այդ իշխանությանը հասնել ոչ ընտրական ճանապարհով։
Ռոբերտ Քոչյանը հայտարարում է, որ ես ընտրություններով իշխանապողությանը կողմ եմ, բայց տակից դաշնակցությամբ ու բագրատներով փորձում եմ աշեցնել մինչև քոքը։ Այս ամբողջությամբ Բագրատ Սրբազան օպերացիան Ռոբերտ Քոչյանի մշակած օպերացիան է, իսկ Ռոբերտ Քոչյանը Ռուսաստանի ինչ հարաբերությունների մեջ են կամ հարաբերությունների մեջ են, թե չէ, քիմիակա, թե չէ, իրանց մեջ այդ մասին Ռոբերտ Քոչարյանն է խոստովանել։ Ու ցավոք այդ համատեքստ է մտել նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Պարոն Սարգսյան, նշում եք, որ իմպիչմենթի գործընթացը ձախողված է, բայց Մանուկյանն առաջարկում է հանել իր թեկնածությունը, եթե համաձայն չեն, Միքայել Սրբազանին առաջադրեն հենց այսօրվա գործողությունների համատեքստում իրեն հարուցված մեղադրանքի, նաև մայրաթոռում տեղի ունեցած ինչ դիտարկումներ ունեք։ Սա ինչքանով կհաջողվի։ Ես գիտեմ, որ պարոն Մանուկյանը իրավաբան է մասնագիտությամբ, եւ իրավաբան լինելով ինքը շատ լավ գիտի, որ եկեղեցին եւ իշխանությունը Հայաստանում տարանջատ է։ Եթե Աչապարյանին կարգալույց կանեն, ինքը կհանի փիլոնը, առանց խաչի կարող է գալ ազգային ժողով եւ որպես ազգային ժողովում վարչապետի տեխնացու հանդես գալ։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, բայց փիլոնով ու խաչով ինքը իրավունք չունի, որտեղ այդ տարանջատը չի կարող հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը առաջադրվել վարչապետի տեխնացու։ Մենք աշխարհիկ երկիր ենք եւ ես համոզված եմ, որ պարոն Մանուկյանը այս շատ լավ գիտի։ Կամ էլ այդ ասում է շատ լավ իմանալով իր մեծահոգությունը ցույց տալու համար։ Կարծում եմ եկեղեցին կգնահատի այդ։ Մեր տեղական ընդդիմադիր գործիչները դաշտը, որը որ պառակտված էր Միքայել Սրբազանի շուրջ այդ համախմբումը կարող է տեղի ունենալ, որտեղ ակնհայտ էր Սերժ Սարգսյանն նաև Քոչարյան պառակտում այս ընթացքում։ Միքայել Սրբազանը ժամանակին նաև Բագրատին էր ասում, որ ես կարող եմ քեզ թիկունք լինել, կարող եմ քեզ փոխարինել, այսինքն այս եպիսկոպոսների մեջ վարչապետ դառնալու մղումը ինչքան էլ զարմանալի է, այդ մղումը իրենց մեջ Միքայել Սրբազանի մոտ եղել է, ինքը կուզենա, բայց ես նորից եմ կրկնում, դրա հնարավորությունը բացարձակ չկա։ Ինչ է նշանակում կաջակցեն։ Դա հակասահմանադրական է, սահմանադրությամբ ամրագրված է։ Եթե այդ ընդդիմությունը միանում է, առաջարկում է, չգիտեմ, ում ուզում է Միքայել Սրբազանին, Միքայել Սրբազանը չպիտի լինի Սրբազան։ Պիտի հանդես գա իր անուն ազգանունով, հանի վեղարը, դիմի եկեղեցուն, որ իրեն կարգալույց անեն, կամ ինքը հրաժարվի Աստծուն ծառայելուց, ում երթում է տվել, որ ծառայելու է Աստծուն։ Ոչ թե ծառայելու է Հայաստանի Հանրապետության։ Իրենք երթում են տվել, որ ծառայելու են Աստծուն։ Աստծուն ծառայողները համամարտկային են, ովքեր ուզում են հայրենիքին ծառայել, մտածում են, որ իրենց այդ պահվածքով հայրենիքին են ծառայում, պիտի հանեն այդ շորերը։ Աստծուն ծառայելը համամարտկային է։ Բարի սամուրացու օրինակը Աստվածաշնչում հենց դրա համար է, որ հավատավոր չհավատավորինը չի խնդիրը, Աստծո ծառայությունը բարությունն է։ Այսինքն, եթե ինքը չի հանում այդ ու կարգալույց չի լինում, իրեն առաջադրել անհնարին է, սահմանադրությամբ չի կարելի, հետևաբար նման առաջարկը նույնիսկ քննարկման ենթակա չի անհետ։ Այս հեղաշրջման փորձի կանխումով ձեր կարծիքով ավարտվեց այն, ինչ որ իրենք ծրագրում էին, թե դեռ նոր գործողություններ կարող են լինել մինչև 26 թվականը, եւ ինչ ստացավ իշխանությունը այս բացահայտումով ըստ ձեզ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս բացահայտումը առաջին հերթին փրկեց Հայաստանի Հանրապետությունը նոր հոկտեմբերի 27-ից։ Ես հիշում եմ ինչ օրեր էին 27-ը եւ 27-ին հետեւած ժամանակները եւ Փառք Տիրոջը, որ մեզ փրկեց դրանից, որ ի պատիվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բազմաթիվ աշխատակիցների ներքին գործերի բազմաթիվ աշխատակիցների մենք կարողացանք շրջանցել այս ամենը։ Եվ ես պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը եւ ոստիկանությունը ճիշտ աշխատանք են անում, ապրեն այդ մարդիկ եւ այն բամբասանքը ու այն հայոյախառն լեքսիկոնը ինչը կիրառում են այսպես կոչված ընդդիմադիր ասածներ կամ որոշ հոգևորականներ իրենց հասցեին, իրենք այդ սրտին մոտ չընդունեն։
Եթե իրենք կարդան, թե ես օրական ինչքան այդ կարգի նամակներ եմ ստանում, ընդհանրապես պիտի հրաժարված լինեի քաղաքական որևէ բան ասելուց։ Դուք ճիշտ եք անում, դուք պահպանում եք ու պաշտպանում եք հայոց պետականությունը։ Դուք պաշտպանում եք այն, որ որևէ երեխա ավտոբուսի մեջ, թունելի մեջ չմնա, որ որևէ ֆիզիկապես, հոգեպես խեղված մեկը չփորձի այդ թունելի երկու գլուխները փակել, ինչը ինքը ատում է ու հեղափոխություն է անում Վլադիմիր Պուտինի կամ Կիրիենկոյի համար։ Գիտեք, նմանություններ է այս համատեքստի, ես էլի եմ տարել հոկտեմբերի 27-ի այստեղ։ Այն ժամանակ Ստահակ մարդասպանը Նայիրի Ունանյանը ինչ էր արել։ Գրել էր ցուցակ, թե ում ինչ պաշտոնի է նշանակելու, չէ՞։ Նայեք, նույն ցուցակը էլի գրված ում ինչ պաշտոնի է նշանակելու։ Տարբերություն է, որ ասում եմ նկարները դրեք, գրեք 10 տարբերություն։ Մեկը վեղարով է, սառեցված հոգևորական, այն մեկը առանց վեղարի է, սառեցված դաշնակցական։ Ու դժբախտաբար երկուսն էլ ծառայում են Մոսկվային, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս ուժերի համար ինչ հնարավորություններ են բացվում, երբ փաստորեն վերջնականապես բացահայտվեց, որ այն ամենը ինչին ընդունակ է մեր ընդդիմությունը, փողոց դուրս եկած ուժերը, սրբազան պայքար, չգիտեմ, տարբեր այդ մնացած բաղադրիչներ այդ պայքարների ահաբեկչությունն է։ 26 թվականին պատկերը կփոխվի ձեր կարծիքով քաղաքական դաշտին։ Գիտեք, Ռուսաստանը ազդեցության շատ լուրջ լծակներ ունի Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդելու։ Բացի քաղաքական ուժերից, այդ 5-րդ շարասան կոչվածներից, ովքեր գնում են ORT-ները ու բամբասում են Հայաստանի մասին, դաշտ մցվեց նաև հոգևորականներ, մասնավորապես այնպիսի հոգևորականների, ինչպիսին են, ասենք, Բագրատ Սրբազանը կամ այդ Աչապանյանը, որը, գիտեք, զարմանալի է, անընդհատ բողոքում է այդ մարդը։ Անընդհատ բողոքում է բոլորից։ Ինքը բողոքում է Լևոն Տեր-Պետրոսյանից, բողոքում է Ռոբերտ Քոչյանից, բողոքում է Սերժ Սարգսյանից, հիմի բողոքում է Նիկոլ Փաշինյանից։ Վաղնել է բողոքելու, եթե դրսին մնա։ Այս նման են շքամուտքի դեմ նստած տատիկներին, ովքեր իրենց երիտասարդությունը թողել են անցյալում ու անդադ փնթփնթում են։ Իսկ Աստծո ծառայողի իմաստն ինչ է։ Ինքը պիտի ամեն առավոտ փառք տասում, որ լուսաբաց է եղել, որ թռչունները ծլվլում են, որ Հայաստանում խաղաղություն է։ Ինքը թողել է այդ ամեն ինչը ու բամբասում, փնթփնթում, միջավայր է ստեղծում ներքին դժգոհության, որ այս երկիրը քանդել է, պետք ու նորից սարքել։ Երկիրը երկիր չի։ Այ այս մոտեցման, այս հոռետեսության, այս վատատեսության, այս անեծքի դաշտում են պահում այս ժողովրդին 2020 թվականից սկսած։ Հոգևորականներին թողած հիմել բերել են, ասենք, դաշտ են մցրել ամենահարուստ հայ մարդուն, ռեսուրսներ ունեցող, Forbes-ի ցուցակով 4 միլիարդ ունեցող մարդու, որը կալանավորումից հետո բանտից քաղաքական, օրական, չգիտեմ, նամակներ է ուղարկում, չգիտեմ, այդ իր տեսակետներն են, իր տեսակետները չեն, բայց այդ տեսակետներին ես վաղուց եմ ծանոթ ու չգիտեմ, այդ տեսակետները շատ ավելի լավ ու շատ ավելի քաղաքական ձևակերպում է Մարիա Զախարովան։ Ամոթ է, ինչ է կանում։ Սամվել Կարապետյան, Հայի ազգանունով, ես ինչ թղթեր եք գրում իր փոխարեն, կամ եթե ինքն է գրում, ես ինչ է գրում։ Ուրիշ բան ասա, մի նայեք այդ Մարիա Զախարովաներին, մի նայեք Մոսկվայի խոսույթին, ասեք ձեր խոսույթը։ Եկեղեցին է իր պաշտպանում, թե դու Հայաստանի պետականության ընտրած ուղուց ես դժգոհ, որ մենք Եվրոմիություն ենք գնում դրանից ես դժգոհ, որ Ֆրանսիայից զենք են գնում դրանից ես դժգոհ։ Բայց չի չէր դժգոհում, որ Ռուսաստանը զենք չի տալի։ Բայց չի չէր դժգոհում, որ անգամ փողը հետ չի վերադարձնում։ Բայց չի չէր դժգոհում, որ Լեռնային Ղարաբաղում որևէ կերպ չաջակցեց։ Հիմի նորից ուզում ես այդ նույն տեղը, որ ինչ անենք։ Ու դու ասում ես, որ այնտեղից հեռանալով ենք հայրենիքը կորցնելու։ Լեռնային Ղարաբաղը չհեռացավ, մնաց մինչև վերջին օրը, Բակո Սահակյաններ հեռացել, թե Արկադի Ղուկասյաններ հեռացել, թե Ռուբեն Վարդանյաններ հեռացել, թե ձեր նոր նշանակած այդ մարդներ հեռացել, որի նշանակումից շատ ուրախ էր Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ինչի չմնաց այդ Լեռնային Ղարաբաղը։ Բաշար Ասադը ինչի չմնաց։
Բիզնեսի մարդիկ զբաղվեք ձեր բիզնեսով։ Եթե չեք զբաղվում բիզնեսով, մտնում եք քաղաքական դաշտ, դրա համար որոշակի պատրաստվածություն է պետք, որը չունեք, որի արդյունքում էլ հայտնվում եք այնտեղ, որտեղ հայտնվել եք։ Ու այդ կարող է շատ ծանր նստել։ Եվ ինչ այլոց ասեմ, Պեսկովի ասածը հիմնականում վերաբերվում էր Սամվել Կարապետյանին, որ մենք որևէ կապ չունենք, որտեղ իրենք երազում են այդ փողերը իրենցով անել։ Չկա մարդը, չկա 4 միլիարդը, բա իրենց պետք է։ Ռուբեն Վարդանյանն էլ դրա փայլուն օրինակը։ Ու այս կարգի բազմաթիվ բաներ, որ ռուսները այս բոլոր ռեսուրսները 5-րդ Շարասյան, եկեղեցու, բիզնես շրջանակների փորձելու են 2026-ին օգտագործել։ Այդ ակնհայտ է, չտեսնել չի կարելի։ Որ Հայաստանի պետությունը, պետականությունն ու կառավարությունը պարտավոր է դա թույլ չտալու արդար ընտրություններ կազմակերպել։ Դա միանշանակ պարտավոր է, որտեղ մենք հարկ ենք տալիս այդ պետությանը, այդ կառավարությանը, որ իրենք կարգ ու կանոն պահեն։ Ժողովրդավարությունն առաջին հերթին կարգ ու կանոն է։ Ժողովրդավարությունը ամենաթողություն չի։ Ժողովրդավարությունը կարգ ու կանոն է։ Այն մարդիկ, ովքեր եպիսկոպոս են, թե չէ, իրենք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ իրենք օրենքի առաջ նույնչափ պատասխանատու են, ինչքան ես ու դուք։ Եվ եթե իրենք մտնում են քաղաքական գործունեության մեջ, հայտարարություններ են անում, հեղաշրջման կոչ են անում, ռազմական հեղաշրջման կոչ են անում, ասում է ես երկու նախագահներին ասում էի, որ դուք գեներալ չունեք, որ ռազմական հեղաշրջում անի։ Այսօր էլ ասում ես որևէ վտանգ չեմ ներկայացնում։ Կոչ է անում, կանեն, չեն ան իրանց երն էլ արծած, կնստեմ իրանցից կբողոքեմ, կբամբասեմ։ Ոչինչ, թող ասեմ բամբասկոտ բիձա է։ Ու ինչ։ Ու ինքը համարում է, որ դրանով Աստծուն է ծառայում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդին կամ հավատավոր քրիստոնյաներին, ոչ նրան է ծառայում, ոչ նրան, ոչ էլ իր խիղճն է հանգիստ։ Ու հանգիստ էլ չի լինելու։ Ոչ էլ Բագրատ Սրբազանի, որտեղ այդ չարությունը իրենց մղեց այդտեղ։ Իրենք թողեցին սերը, մտան չարության դաշտ, մտան ատելության դաշտ, իսկ այդ երբեք լավ տեղ չի տանում։ Իվանիշվիլի երկու օպերացիաներ Ռուսաստանը իրականացնում, փորձում իրականացնել կարող ենք ասել։ Ես կարծում եմ, որ նախկինում իրենք ընդհանրապես փորձում էին Հայաստանը ամբողջությամբ 2020 թվականից 2021 թվականից հետո ամբողջությամբ իրենց հպատակ կամ իրենց ծառա կամ Բելարուսի մոդելի իշխանություն ձևավորել եւ այդ համատեքստում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին։ Այնպիսի մարդիկ, որտեղ ակնհայտ քիմիա է։ Իվանիշվիլին պահում է խաղը։ Հիմա իրենք տեսան, որ հայ ժողովրդի հետ այդ չի ստացվում, որտեղ հայ ժողովուրդը 2021 թվականին գնաց ու քվեն տվեց Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ պիտի քվետային, անգամ մեր կուսակցությունում, ասին գիտեք, դրա հանրահավաքից հետո կարող է սրանք հետ գան, չգնանք Նիկոլին քվետան։ Մեր կուսակցությունում են ասել։ Իմ կուսակից ընկերները կողքից կանգնած։ Այդ չգիտեն Ռոբերտ Քոչարյանի իր շրջապատը եկել։ Շատ լավ գիտեն։ Իրենք փորձեցին այդ բերել, ռուսները տեսան, որ դա չի աշխատում, որ հայ ժողովուրդը անգամ պատերազմում պարտվելուց հետո գնում քվեն տալիս է Նիկոլ Փաշինյանին, հիմի փորձում են Իվանիշվիլի տարբերակ բերել, որ ամբողջական ռուսական չի, բայց արևմտյան էլ չի, միջին տարբերակ, բիզնեսմեն եւ այլը, բայց այս տարբերակը միանշանակ Սամվել Կարապետյանը չի, ոչ էլ Բագրատ Սրբազանն է, բացարձակ, իրենցից Պեսկովները հաջորդ օրը հրաժարվելու են, այս տեսակը օգտագործում են, առավել եւս այդտեղից իրենք Սամվել Կարապետյանի դեպքում ահռելի ֆինանսական օգուտներ ունեն, այն պարագայում էլ իրենց համար այդ հաշիվ չի, արժեք չի, որևէ նշանակություն չունի, ոչ մեկը դարձ չի անելու, Պեսկովն էլ չի լացելու, որ Բագրատ Սրբազանը բանտում է։ Այնպես որ այս պարագայում իրենք, չգիտեմ, հոգապահուս տոմ ունեն, բայց ես գիտեմ, որ իրենք 4 տեխնացուով են հանդես գալու հաջորդ ընտրություններին, մեկը Քոչարյան է լինելու, տղա թե որդի չգիտեմ, երկրորդը գիտեմ ով է, իմ կարծիքով կամ իմ համոզմամբ կամ իմ ունեցած տեղեկություններով այդ Արթուր Վանեցյանն է, երրորդ, չորրորդն ով են չգիտեմ։ Ինձ ասում են, որ անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանն էլ չգիտեն ով է։
Սպասենք կտեսնենք։ Բագրատ Սրբազանն է, Աչապարյանն է, թե Սամվել Կարապետյանը, բայց թե Աչապարյանի, թե Սամվել Կարապետյանի տարբերակները ընդհանրապես բացառում են։ Սամվել Կարապետյանի դեպքում քաղաքացիության եւ այլի խնդիրներ կան, որոնք չի բավարարվում ու անհնարին է։ Աչապարյանի դեպքում էլ սահմանադրության խնդիր կա, դա չի բավարարում եւ էլի անհնարին է եւ երկրորդ մեր ժողովուրդը երբեք տեղ քվե չտա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։